Հրաֆի Սամվել Անուշ Բերդ Անունը Անուշ ինքը լի դառնություններով Երկբանտից դեպի Տիզբոն տանող ճանապարհի մի կողմում բարձրանում է մի սեպաձև քարաժայռ։ Նրա լայն դիմային ստորոտը բռնում է բավական ընդարձակ տարածություն, որի վրա որպես մի հաստահիմն պատվանդանի վրա բնությունը դրել է հիշյալ քարաժայռը։ Միապ հող անգամ անկարելի է գտնել նրա լերկ ապարաժային մակերևույթի վրա։ Մի հատ բույս անգամ չէ բուսնում նրա ամուր քարեղեն կողքերի վրա։ Հարավային բոցակես արեգակը այրել թրծել է նրան, որպես մի անոթ, որ դրած է բրուտի մշտավար քուրայի մեջ։ Այդպես էր այդ քարաժայռը դարերով, անհիշելի շատ դարերով առաջ։ Եղավ, որ մի անգամ բրիչը ուսին դրած այդ լեռան ստորոտով անցնում էր Ֆարհադը, Պարսկաստանի մեծ քանդակագործը։ Հանկարծ փողերի խառնաձայն հնչյուններ արթնացրին նրան յուր խորին մտահուզությունից, որի մեջ ընկղմված էր այդ րոպեում։ Նա կանգ առեց, երևացին որսորդական բարակներ, երևացին բազիակիր ձիավորներ, և ուրախ անհոգ ասպախումբը փոթորկի նման հայտնվեցավ և փոթորկի նման անցավ նրա մոտով։ Մեկի պատկերի աղոտ ստվերագիծը մնաց նրա սրտում, այդ պատկերը խլեց նրա հանգստությունը։ Ամեն անգամ նույն օրը, նույն ժամին նա կանգնած էր լինում այդ ճանապարհի վրա, սպասում էր յուր հոգու ամենաքաղցր զգացմունքներով, սպասում էր մինչև հայտնվում էր սիրելի պատկերը և մի թեթև հայացք ձգելով նրա վրա կայծակի նման անցնում էր։ Նա կորցրեց յուր սրտի խաղաղությունը, թողեց արհեստը, թողեց ճարտարությունը և սկսեց խելագարի նման թափառել այդ լեռների ամայության մեջ։ Անցան օրեր, անցան շաբաթներ, անցան ամիսներ։ Մի անգամ նստած էր նա և դարձյալ սպասում էր, հայտնվեցավ նա։ Բայց այս անգամ ոչ որսորդական բարակներ կային նրա հետ և ոչ բազեակիր ասպետներ, միայնակ էր նա, մի խումբ նաժիշների հետ։ Ձին քշեց, մոտեցավ Ֆարհադին։ Ողջույն քեզ, ով մեծ վարպետ, ասաց նրան։ Ինչն է քեզ կապել այդ լեռների, այդ անապատների հետ, ես քեզ միշտ այստեղ եմ տեսնում։ Այն բախտավորությունը, պատասխանեց Ֆարհադը, որ երբեմն մի աննման պատկեր լուսավորում է այդ անապատների ամայությունը։ Միթե այդքան վառ է քո մեծ սերը, հարցրեց նա ժպտալով։ Ով չի սիրի նրան, որ անմահների մեջ յուր հավասարը չունի, ով չի սիրի նրան, որի շունչը կյանք է բաշխում, որի մի հայացքը պարգևում է հավիտենական երջանկություն։ Միթե դու կարծում ես, որ միշտ քարի և քերիչի հետ զբաղված արհեստավորի սիրտը այն աստիճան քարացած է, որ գեղեցկության համար տեղ չունի։ Այդ ես չեմ կարծում։ Նա, որ անձև քարին ձև ու կյանք է տալիս, նա, որ սառն մարմարիոնից ստեղծագործում է գեղեցկության տիպարներ, ինքը չի կարող չսիրել գեղեցկությունը։ Բայց լսիր, վարպետ, արյաց արքայադստեր սիրտը գրավելու համար մեծ զոհեր են հարկավոր։ Այդ ես գիտեմ, մեծ աստվածուհիները մեծ զոհեր են պահանջում։ Ես անկարելին չեմ պահանջի քեզանից, ես միայն պետք է փորձեմ քո սերը։ Նայիր, Ֆարհադ, տեսնում ես այդ ապարաժը։ Նա ձեռքը տարավ դեպի սեպաձև քարաժայռը։ Դու պետք է այդ ապարաժից ինձ համար ապարանքներ հրաշակերտես, որ ես նրանց բարձրությունից նայեմ և սկանչանամ, թե ինչպես Տիգրիսը արծաթափայլ պտույտներով գծում է Ասորեստանի գեղեցիկ դաշտավայրները, կամ ինչպես մեղմ հովի շնչելուց ծածանվում են Բաղիստանի բարձրադիտակ արմավենիները։ Եվ ապարաժի սրտում պետք է իմ գանձերի համար մթերանոցներ փորես, իսկ նրա ստորոտում իմ նժույգների համար օթևաններ։ Երբ այդ բոլորը պատրաստ կլինի, այն ժամանակ ես քոնը կլինեմ։ Ասաց և հեռացավ։ Այն օրից անցան տարիներ, քարաժայռի անխորտակելի ամրության մեջ գործում էր անխոնջ վարպետի մուրճն ու քերիչը։ Գիշեր և ցերեկ լսելի էր լինում նրա ծանր արվածների անլռելի ձայնը։
Գործը հաջողությամբ առաջ էր գնում, սերը ուժ էր տալիս մեծ արհեստավորի հանճարին, իսկ արիած արքայադստեր գեղեցկությունը բորբոքում էր նրա եռանդը։ Կերտեց սենյակներ, կերտեց դահլիճներ, կերտեց պատկերազարդ սրահներ և միակտուր քարից սկանչելի ապարանք ստեղծեց։ Դահլիճների և սրահների պատերը կենդանացրեց բարձրաքանդակ նկարներով։ Մի տեղ պատկերացրեց Իրանի հին հսկաների և փահլևանների կռիվները դևերի և չար ոգիների հետ։ Մի տեղ պատկերացրեց Իրանի վաղեմի արքաների փառքն ու մեծությունը և նրանց քաջությունների ու հաղթությունների հանդիսավոր տոնախմբությունները։ Գցեց քարը և նրա վրա արձանագրեց նախնական թագավորների մեծագործությունները, նրանց առաքինությունները և նրանց պարգևած բարօրությունները արիած աշխարհին։ Այդ հրաշալիքները կատարեց նա այն էակի համար, որին նվիրված էր յուր սիրո բոլոր ջերմությամբ։ Այդ հրաշալիքները կատարեց նա, որ միշտ հիշեցնեին նրան Իրանի փառավոր անցյալը, որ միշտ գգվեին նրա սիրտը այն վսեմ հպարտությամբ, թե ինքը սերունդ է մի մեծ տոհմի, որ շառավիղում է աստվածներից և աստվածանման գործեր է կատարել։ Նա եկավ և տեսավ բոլորը։ Այդ բոլորը շատ գեղեցիկ է, ասաց նա, բայց այստեղ ջուր չկա, այստեղ ծառեր չկան, շինիր ինձ համար շատրվաններ, որ ամպերից բարձր ցայտե ջուրը, տնկիր ինձ համար ծառեր, որոնց հովանիի ներքո հանգչեի ես և հանգչեի քո գրկում։ Ասաց և հեռացավ։ Ամենահեռավոր վտակների ընթացքը փոխեց նա և ստորերկրյա ջրմուղներով բարձրացրեց մինչև ապարաժի գագաթը, կոփեց քարը, փորեց ավազները, կերտեց արծաթափայլ շատրվաններ, անսպառ ջուրը տիվ և գիշեր դուրս էր բիժում շատրվաններից և մարգարտյա կաթիլներով ցողում էր չորեք կողմի կանաչազարդությունը։ Կտրեց վեմը, հարթեց ապարաժը և հեռու տեղերից հող բերելով ածեց նրա վրա, այդ հողի մեջ տնկեց ծառեր և ստեղծագործեց բարձր, կախաղանավոր պարտեզներ, որոնք կարծես օդի մեջ բուսած լինեին։ Տարիներ անց աճեցին ծառերը և պտուղներ տվեցին, ծաղկեցին ծաղիկները և սրտապարար անուշահոտությամբ լցուցին բուրաստանը։ Հավաքվեցան թռչունները և իրանց ուրախ ձայներով կենդանացրին շրջակայքը, իսկ նա, որ այդ գեղեցիկ դրախտի զարդն ու թագուհին պետք է լիներ, չհայտնվեցավ։ Մի օր ձեռքը ծնոտին դրած նստել էր վարպետը յուր կառուցած ապարանքի ստորոտում և տխուր կերպով նայում էր դեպի մեծ ճանապարհը։ Երգելով անցավ մի շինական, որը տեսնելով նրան մոտեցավ, նստեց նրա մոտ մի փոքր հանգստանալու։ «Որտեղից ես գալիս», հարցրեց վարպետը։ «Երանի քեզ, որ այդպես ուրախ ես»։ «Տիզբոնից», պատասխանեց շինականը։ «Ինչու ուրախ չլինել, երբ ամբողջ աշխարհը ուրախանում է»։ «Ինչ է պատահել»։ «Մի՞թե չգիտես, որ քաղաքում արդեն 7 օր է, 7 գիշեր է, որ հարսանիք է, գինին հոսում է վտակների պես, անուշահամ խորտիկները չափ չունեն, ուտում են, խմում են և ուրախանում, ամբողջ քաղաքը թնդում է նվագարաններով և պարողների ոտները չեն հոգնում։ Ես էլ իմ բաժինը վայելեցի, այնքան կերա, այնքան խմեցի և այժմ այնքան էլ տուն եմ տանում, որ մի քանի շաբաթ իմ կնոջ և երեխաներիս համար բավական կլինի»։ «Ում հարսանիքն է»։ «Թագավորի»։ «Ում հետ»։ «Անուշի հետ»։ Նա այլևս չխոսեց, շանթարի նման ցնցվեցավ և մնաց անշարժ, հետո վեր կացավ և անզոր դողդոջյուն ոտներով սկսեց բարձրանալ դեպի յուր հրաշակերտած ապարանքը։ Նայեց յուր շուրջը, վերջին անգամ յուր թախծալի հայացքը դարձրեց այն բոլոր շինվածքների վրա, որ արդյունքն էին ջերմ սիրո և գեղեցիկ արհեստի, և ապա մտավ յուր արհեստանոցը։ Այնտեղ դրած էին նրա գործիքները, վեր արեց մի ծանր մուրճ և դուրս եկավ փոքրիկ հրապարակի վրա։ Նա ինձ դավաճանեց, ասաց և նետեց մուրճը օդի մեջ, մուրճը պտույտվեցավ և ընկավ ուղիղ նրա գլխի վրա։ Տաք արյունը սրսկեց այն սքանչելիքները, որ նրա ճարտար ձեռքի գործն էր։ Վահրատը չհասավ յուր նպատակին, բայց նրա սիրելի Անուշի անունը մնաց այդ քարեղեն ամրոցի վրա և կոչվեցավ Անուշի բերդ։
Այդ բիմափոր կոփածո ապարանքը, որ պատրաստված էր սիրո եւ հավիտենական երջանկության տաճար լինելու համար, հետո դարձավ արտասուքի եւ մշտական հեծության մի դժոխք։ Պարսից վերջին թագավորները ակսորում էին այնտեղ իրանց ձեռքը գերի ընկած մյուս թագավորներին։ Կեսօր էր, բայց անուշ բերդի վիմափոր նկողներից մեկը օրվա պայծառ լուսավորության ժամանակ դեռ պահպանում էր յուր մեջ խորին մռայլ եւ մթություն։ Վերևից առաստաղի մոտ բացված էր մի նեղ պատուհան, որ ավելի ծակի նմանություն ուներ, քան թե լուսամուտի։ Արեգակի բարակ շողքը, որ երկչոտ կերպով ներս էր ցոլացել այդ ծակից, կարծես վախենում էր ներսի խավարից եւ չէր համարձակվում փոքր-ինչ ավելի տարածվել։ Նկուղը ներկայացնում էր մի քառակուսի, փոքր-ինչ երկայնաձև արկղ, քան թե սենյակ, բայց քարեղեն արկղ։ Քար էր հատակը, քար էր առաստաղը, քարից էին չորեք կողմի պատերը, միակտուր եւ միապաղաղ քարից։ Մի այլ նյութ խառնված չէր նրա վիմային կազմության մեջ, բացի երկաթյա ծանր դռնից, որ դարևոր ժանգից սևացել, մրճոտել էր եւ նույն քարի մուգ աղյուսագույն երանգներ ստացել։ Երկաթյա դռան ակարակ կողմում հատակի մեջ ամրացած էր նույնպես երկաթյա հացտ ցից, դա նույն ցիցերի նմանությունն ուներ, որոնցից ծովեզերքում կապում են նավակներին, բայց դրանից կապված էր մի մարդ, ցցի գլխին կարմիր շարժական օղակ, որ միանում էր ծանր շղթայի ծայրի հետ, իսկ շղթայի մյուս ծայրը փակված էր երկաթյա ստվար անուրի հետ, որ անց էր կացրած այդ մարդու պարանոցով։ Շղթայի երկարությունը չափում էր այն սահմանը, որի մեջ կարող էր այդ մարդը շրջել, առանց թույլ տալու նրան մինչև դուռը հասնել։ Այդ դրության մեջ նա նմանում էր մի արյուծի, որ փակված էր երկաթյա գարագղի մեջ։ Երկու ձեռքերի բազուկները կապված էին շղթայով, ոտները նույնպես ազատ էին երկաթյա կապանքներից։ Այդ մռայլ նկուղի մեջ նույն շղթան, նույն երկաթյա ստվար անուրը մի ժամանակ կրում էր յուր պարանոցին հռոմեացոց Վալերիանոս կայսրը, որ գերի էր ընկած շափու առաջինի ձեռքում։ Երկնքի եւ արեգակի որդին վարվում էր յուր օգոստոսափառ գերի հետ որպես մի բարբարոս։ Ամեն անգամ, երբ նա որսի էր գնում, դուրս էին բերում դժբախտ բանտարկյալին, լվանում էին, օծում էին, հագցնում էին կայսերական ծիրանին եւ հանդիսավոր կերպով կանգնեցնում էին արքունի դռան մոտ։ Դուրս էր գալիս արևի որդին, կայսրը մեջքը խոնարեցնում էր եւ նա յուր ոտքը դնելով նրա մեջքի վրա հեծնում էր ձին։ Եվ այդպես ամեն անգամ նա յուր գոռոզ ոտքի տակ խոնարեցնում էր Հռոմը։ Այդ բոլոր անարգանքներից հետո սպանել տվեց նրան եւ կաշին տկահան անելով լցրին խոտով եւ ի ցույց ամենույցու կախեցին Տիզբոնի մեծ տաճարի պատից։ Շաբու առաջինն այդ երկաթյա անուրը դրեց Վալերիանոս կայսրի պարանոցին, իսկ շաբու երկրորդը նույն անուրը դրեց մի այլ թագավորի պարանոցին, որ այժմ գտնվում էր նույն քարեղեն նկուղի մեջ։ Այնտեղ կար եւ մի այլ մարդ, որ մի անկյունում անշարժ արձանի նման կանգնած էր քարե պատվանդանի վրա եւ անթարթ աչքերով նայում էր առաջինի վրա։ Ոչ մի մկնակ, ոչ մի նշույլ կենդանության չէր շարժվում նրա ցամաք դեմքի վրա, որ դեղնել եւ մագաղաթի գույն էր ստացել։ Մեջքին կրում էր սպարապետական ոսկեպատյան սուրը, որի կոթը բռնել էր աջ ձեռքով եւ որով այնպիսի մի տպավորություն էր գործում, կարծես ամենայն պատրաստականությամբ հսկում էր բանտարկյալ արքայի կյանքի վրա։ Արքան ոտքի վրա էր, խռովյալ կերպով անցուդարձ էր անում յուր նեղ սահմանի մեջ եւ ամեն անգամ նրա շղթաները աղմկում էին նկուղի խորին լռությունը։ Պարանոցի շղթան այնքան կարճ էր, որ նա չէր հասնում ոչ այն անձնավորությանը, որ արձանի նման կանգնած էր քարե պատվանդանի վրա, եւ ոչ երկաթյա դռանը, որ փակում էր նրա արեգակի մուտքը։ Դա մի հաղթանդամ, հսկայատիպ եւ թավամաս տղամարդ էր, որի մորուքի եւ գլխի մազերը այս բանտի մեջ ավելի անկարգ կերպով աճելով տալիս էին նրա կերպարանքին ահռելի արտահայտություն։ Նա անցավ դեպի նկուղի անկյունը, նստեց հardի վրա, որ ծառայում էր թե իբրև օդոց եւ թե իբրև անկողին։ Այդ միջոցին երկաթյա ծանր դուռը շռնչալով բացվեցավ, ներս մտավ բանտապետը եւ նրա հետ մի ծառա։
շապկի և պատմուչանի թևքերը մինչև արմունկները ծալած, բազուկները հոլանի, հողաթափները առանց գուլպաների հագած, գլխին գիշերային թասակ դրած, միայն տակի հագուստով։ Այսպես անփույթ և անպատշաճ կերպով ներկայացավ նա բանտարկյալ թագավորին, կարծես նրան ավելի վիրավորելու համար։ Նա գլուխ տվեց և կանգնելով դրան մոտ կիսահեգնական և կիսածաղրական եղանակով ասաց. «Ողջույն հայոց արքային, հուսով եմ, որ իմ տեր թագավորը խաղաղ քնով և անուշ երազներով վարած լինի գիշերային խավարը, և թող փարատեն նրանից բարի ոգիները, Ահրիմանի խոլական անուրջները»։ Բանտարկյալը արհամարհական կերպով նայեց նրա վրա և ոչինչ չպատասխանեց։ «Ինչու չես խոսում, տեր արքա», առաջ տարավ նա ավելի ստահակությամբ, «հայերը եթե ձեռքի քաջության մեջ խիստ ժլատ են, գոնե լեզվի քաջության մեջ բավական առատ են»։ Նա դարձյալ ոչինչ չպատասխանեց։ «Երևի իմ տեր թագավորը դժգոհ է յուր նված ծառայից», ասաց նա մի քայլ դեպի առաջ փոխելով, «ես կաշխատեմ ավելի հաճելի լինել իմ տեր թագավորին, ահա այս րոպեիս փոխել կտամ քո փառավոր անկողինը և անուշահոտ փափկությամբ հորինել կտամ քո արքայական մահիճը, այնպես որ դու կմոռանաս Հայաստանի գեղեցիկ մետաքսն ու ասրը»։ Նա դարձավ դեպի յուր հետ եկած ծառան, հրամայեց, որ անկողինը փոխե։ Ծառան մոտեցավ, հավաքեց անկյունում տարածված հարդը, որը խոնավությունից տամկացել էր և թաղիքի նման կպել էր հատակին, նրա փոխարեն դրեց նոր և ավելի ցամաք հարդ։ «Անուշահամ խորտիկներով կճոխացնեմ այսօր իմ տեր թագավորի սեղանը», ասաց նա, կրկին դառնալով դեպի բանտարկյալը, «թող նա չմտածե, թե արիք պարսիկները անհյուրասեր են, թող նա մոռանա այն բոլորը, ինչ որ կորցրել է յուր արքունիքում»։ Ծառան դրեց հարդի անկողնի մոտ մի կտոր գարեհաց և մի կոտրած խեցեղեն անոթի մեջ ջուր։ «Բարի ախորժակ եմ ցանկանում, ողջ լերուկ, տեր արքա», ասաց նա և գլուխ տալով հեռացավ։ «Լիրբ», այս անգամ միայն մռնչաց բանտարկյալը։ Երկաթյա դուռը կրկին փակվեցավ, և նա մնաց միայնակ յուր քարեղեն նկուղի մեջ։ Մի քանի անգամ լռությամբ անցավ նա մի անկյունից դեպի մյուսը, հետո կանգ առեց և դարձավ դեպի քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ արձանը։ «Լսում ես, Մամիկոնյան տեր, ինչպես ամեն րոպե խոցոտում են քո թագավորին, ինչպես ամեն վայրկյան դառնացնում են նրա սիրտը, պարսիկը, ամեն վեհանձնությունից զուրկ պարսիկը սովոր է յուր տան մեջ վիրավորել յուր հյուրին։ Ինչով է մեղավոր այդ ողորմելի զեռունը, որ ամեն անգամ այստեղ մտնելիս լրբենի բերանով լուտանքներ է կարդում, նրան հրամայել են, նրան պատվիրել են, ցած և անարգ շապուխ, մինչև այդ աստիճան վատություն։ Ես չընկա քո ձեռքը պատերազմի դաշտում, դու իմ քաղաքները պաշարելով գերի չվարեցիր ինձ, դու ինձ հրավիրեցիր քո մոտ իբրև հյուր և քո ասպնջականությամբ, խաբեությամբ պսակեցիր։ Դավաճան, միթե դրա մեջն է թագավորի և արքայից արքայի մեծությունը, նենգավոր բարեկամությամբ պատվել յուր դրացուն և դաշնակցին և նրան որոգայթի մեջ ձգել։ Ինչեր չէիր առաջարկում դու ինձ, ինչեր չէիր խոստանում դու ինձ, առաջարկում էիր քո դուստրը կնության տալ ինձ, խոստանում էիր իմ պետության սահմաններից մինչև քո մայրաքաղաքը Տիզբոն յուրաքանչյուր Իջևանում մի պալատ կառուցել ինձ համար, որպեսզի ես քո մոտ գալու ժամանակ ճանապարհին իմ սեփական պալատների մեջ իջևանեի։ Ահա քո խոստմունքը, այդ քարեղեն նկուղը նվիրեցիր ինձ այն պալատների փոխարեն։ Թող հավիտենական անեծքով ծածկվին իմ նախարարները, թող ամոթը և մշտական ապաշավանքը լինի նրանց բաժինը, որ ինձ այս դրության մեջ դրեցին։ Եթե նրանց անմիաբանությունը չլիներ, ես երբեք չէի ընկնի քո ծուղակի մեջ, նենգավոր շապուխ։ Նա խոսում էր, նա թափում էր զայրացած սրտի դառնությունը, բայց Մամիկոնյան տերը չէր լսում։ Նա անկողմնեացավ, նոր սփռած հարդի վրա և շարունակեց նայել դեպի անշարժ արձանը։ Տխուր հիշողություններ զարթնեցրին նրա մեջ վաղեմի դեպքը, երբ մի անգամ ինքը մտավ շապուհի
ապաստարանը, արքայական նժույգները տեսնելու, այն ժամանակ Ախորապետը պարսկական լրբությամբ վեր արեց մի խուրձ խոտ և առաջարկելով նրան ասաց. «Հայոց այծերի արքա, եկ նստիր այս խոտի վրա»։ Լրբությունը իսկույն պատժվեցավ, այդ հզորը, որ այժմ յուր քարե պատվանդանի վրա կանգնած խորին սառնասրտությամբ լսում էր բանտապետի դառն պարսավները, քաշեց սուրը և Ախորապետի գլուխը երկու մասն բաժանեց։ Այժմ դարձյալ նա ձեռքը նույն սրի վրա էր դրել, բայց ձեռքը չէր շարժվում։ Ծաղր, խիստ կծուկատակ բացականչեց բանտարկյալը խորին վրդովմունքով և վեր կացավ նստած տեղից։ Իմ աչքի առջև դրել են Հայաստանի զորությունը, նրա զինվորական և պատերազմական ներկայացուցչին։ Իմ աչքի առջև դրել են այն հերոսին, որ մշտական սարսափի մեջ էր պահում ամբողջ Պարսկաստանը։ Դրել են, որ նա իբրև հարաժամ հանդիմանություն ամեն րոպե, ամեն վայրկյան հիշեցնե ինձ, թե ինչ եմ կորցրել ես, բայց միթե այդ քաջը իմ պես պարսկական ստոր նենգավորության զոհը չդարձավ, միթե նա ընկավ պատերազմի դաշտում։ Նա ձեռքերը տարածեց, մի քանի քայլ փոխեց, աշխատում էր գրկել անշարժ արձանը, բայց շղթաները արգելեցին։ «Սիրելի Վասակ», գոչեց նա գորովալի ձայնով, «ամենքը դավաճանեցին ինձ, ամենքը թողեցին ինձ, բայց դու չբաժանվեցար քո թագավորից, դու մասնակից էիր նրա փառքին, մասնակից եղար և նրա դժբախտությանը։ Պարտքը, պատիվը, հայրենիքի սերը մղեցին քեզ դեպի անձնազոհություն, և իբրև ճշմարիտ հերոս դու հերոսի պես պսակեցիր քո վախճանը»։ Անշարժ արձանը, որին դիմում էր նա այդ խոսքերով, հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանն էր, Սամվելի հորեղբայրը և Մուշեղի հայրը, իսկ նրա հետ խոսողը Հայաստանի արքան, Արշակ թագավորը։ Երբ շապուհը երկուսին ևս խաբեությամբ հրավիրեց յուր մոտ, թագավորին աքսորեց այդ քարեղեն բերդում, իսկ սպարապետին սպանել տալով հրամայեց կաշին տկահան անել, լցնել խոտով և վշտապես դնել յուր թագավորի աչքի առջև։ Այժմ սպարապետի պաճուճապատանքն էր այդ, որ կանգնած էր քարե պատվանդանի վրա։ Ոչինչ ցավ, ոչինչ դառնություն այնքան չէր խոցոտում գահազուրկ թագավորի սիրտը, որքան այդ լուռ, անմռունչ ուրվականը, որ յուր լռությամբ ավելի ազդու լեզվով հիշեցնում էր նրան յուր կորցրած փառքը։ Իբրև սպարապետ ներկայացնում էր նա Հայաստանի զինվորական զորությունը, ընկճված, առաթուր կործանված պարսկական նենգության ներքո, իսկ իբրև մի քաջ զորավար յուր փայլուն հաղթություններով, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում շարունակ կատարել էր Պարսից դեմ, հիշեցնում էր նա յուր թագավորի մեծությունը, որին ինքն ևս փառակից էր և բաժանորդ։ Բոլորը կորավ, բոլորը խորտակվեցավ, դառն արհավիրք, մշտական տանջանք և տխուր հիշողություններ միայն մնացին իբրև անբաժան կենակից դժբախտ թագավորին, որ շղթայակապ արտավազդի նման կաշկանդված էր այդ մռայլ քարեղեն նկուղի մեջ, որ գերեզմանի պես ամեն րոպե ճնշում էր, խեղդում էր նրան։ Նա չդիպավ աղքատիկ ճաշին, որ բերել էին նրա համար, միայն վեր արեց խեցեղեն ամանը, խմեց ջուրը, փոքր-ինչ զովացնելու սրտի տապը, հետո անցավ, անկողմանեցավ յուր հardյա անկողնի վրա։ Նա դարձյալ շարունակեց նայել անշարժ արձանի վրա, թավամաս դեմքը արտահայտում էր և զայրույթ, և ապաշաբանք։ Զայրույթ, որ այնպես տմարդի կերպով վարվեցավ յուր հետ արյաց արքան, ապաշաբանք, որ ինքը հարթեց յուր կործանման ճանապարհը։ Խիղճը հանգիստ չէր, ամեն անգամ, որ վերջին միտքը ծագում էր նրա մեջ, նա ամբողջ մարմնով դողում էր որպես մի հանցավոր, որ ինքն ևս դեռ ոչ բոլորովին համոզված էր յուր հանցանքի մեջ։ Նա դեռ նայում էր արձանի վրա, նա դեռ մտքում մաքարում էր յուր սրտի և զգացմունքների հետ։ Ոչ, հազար անգամ ոչ, ես մեղավոր չեմ, բացականչեց նա և կատաղության կրակը վառվեցավ մռայլ աչքերի մեջ։ Իմ նախարարների անդադար խռովությունները վերջապես ձանձրացրին ինձ։ Ես իրավ է պատերազմ հայտնեցի նրանց դեմ, ցանկանում էի պատժել ըմբոստ անհնազանդությունը,
Ցանկանում էի ոչնչացնել նրանց, որպեսզի իմի ձուլեմ հայոց բաժան եղած ուժերը և նրանցից ստեղծեմ մի հզոր, միահեծան պետություն։ Ես ավելի բարձր էի դասում Հայաստանի ամբողջությունը, քան հարյուրավոր առանձնացած իշխանություններ, որոնք իմ նախորդների անհոգությունից այն աստիճան բռնացել էին, որ ամեն անգամ ամբարտավանությամբ եղջյուր էին թոթափում իրանց արքայի դեմ։ Ես կամեցա չափի և սահմանի մեջ դնել նրանց կամայականությունները, իսկ նրանք միաբանվեցան և ապստամբվեցան իմ դեմ։ Այդ բավական չէր, նրանք ներքին ընտանեկան կռվի մեջ հրավիրեցին օտարի միջամտությունը, Պարսիկին, մեր դարավոր թշնամուն գրգռեցին իմ դեմ։ Ես միայնակ մնացի և ստիպվեցա թշնամու դուռը գնալ և նրա հետ հաշտության դաշն կապել։ Իսկ թշնամին ինձ ուղարկեց այստեղ։ Նա դարձյալ վեր կացավ և գլուխը խոնարհեցրած մի քանի անգամ անցավ նկուղի մեջ, ներքին վրդովմունքը ալեկոծում էր նրան, կրկին դիմեց դեպի անշարժ արձանը այդ խոսքերով. «Դու վկա ես, Մամիկոնյան Տեր, թե որքան անկեղծ էին իմ ցանկությունները, թե որքան բարձր էի դասում ես հայրենիքի բախտավորությունը։ Իմ հարաբերությունները իմ նախարարների հետ այն աստիճան լարվեցան, որ երկուսից մեկը պետք է զոհվեր, կամ թագավորությունը նախարարության, կամ նախարարությունը թագավորության։ Ես բարվոք համարեցի վերջինը։ Ինձ համար սուրբ էր հայոց գահի հաստատությունը, որ ժառանգել է իմ նախնիներից, բայց եթե իմ ձեռքով չկործանվեցավ նախարարությունը, անշուշտ կկործանվի նա Պարսիկի ձեռքով, որի թեկնածությունը մի հզոր պաշտպանություն համարեց յուր թագավորի դեմ պատերազմելու։ Այդ քարեղեն նկուղի անթափանցիկ թանձրության միջով տեսնում եմ ես, Մամիկոնյան Տեր, թե ինչ է անում շափուհը հայոց աշխարհում։ Նա կտրեց գլուխը, այժմ պետք է սկսե հոշոտել անդամները։ Գլուխը աքսորեց այստեղ, իսկ Սագաստանի մթին բանտերը կլցնե հայոց նախարարներով, և անտեր Հայաստանը կմնա պարսկական բարբարոսության մի արձակ ասպարեզ։ Նրանց կանայքը և աղջիկները կբազմացնեն Պարսից արքունիքի հարճերի և աղախինների թիվը։ Նրանց դեռահաս որդիները կսկսեն ավել ածել Պարսից արքունիքի մարմարյա սալահատակի վրա, բայց իմ կինը, իմ որդին… Վերջին խոսքերը արտասանելու միջոցին նրա մուրճ ձայնը դողդողացին և ծնկները, և նա հազիվհազ կարողացավ յուր հսկայատիպ իրանը բաց թողնել հարդի կույտի վրա։ Երկու ձեռքով բռնեց աչքերը և արտասուքը ջերմ հոսանքով թանում էր դժբախտ թագավորի շղթայակապ ձեռքերը։ Քանի այդպիսիները այդ վիմափոր բերդի մթին խորշերում նույն տառապանքների մեջ մաշվում, տրորվում էին, որքան թագավորներ, որքան թագավորազներ կլանել էր այդ բերդը և անհակ վիշապի նման երբեք չէր կշտացել, որքան ևս հեծում հառաչում էին նրա անգութ քարեղեն սրտում։ Մի անգամ այնտեղ ընկնողը կորչում անհետանում էր հավիտենական մոռացության մեջ։ Իզուր չվաստակեց նա անհուշ անունը, որ անհիշելի խավարի մեջ, որպես մթին գերեզմանում թաղում էր յուր դատապարտյալների տխուր հիշատակը։ Միևնույն քարեղեն նկուղի մեջ, միևնույն շղթաներով, որ այժմ կապված էր որդին, մի ժամանակ կապված էր հայրը, հայոց տիրան թագավորը։ Որդին գոնե արևի մի նշույլը տեսնում էր յուր բանտի նեղ պատուհաններից, բայց հայրը այդ ևս չէր տեսնում։ Պարսից արքան զրկել էր նրան թե աչքերից և թե լույսից։ Կուրացյալ թագավորը յուր խավար շրջապատի մեջ տանում էր խավարի իշխանության դառն տանջանքները։ Որպես մի այլանդակ հրեշ, լի ամենայն զարուրանքով կանգնած էր անուշ բերդը յուր բարձր քարեղեն ստորոտի վրա։ Նա տարածում էր յուր շուրջը մահ և սարսափ, թունավոր էր նրա շունչը, սպանիչ էր սպառնական հայացքը, ոչ ոք համարձակություն չուներ մոտենալ նրան, ոչ ոք չէր հանդգնում նայել անգամ նրա վրա։ Մարդիկ մի քանի մղոն հեռվից էին անցնում, և ուղևորը շեղվում էր յուր ճանապարհից։ Ամեն հաղորդակցություն խզված էր, և նա, որպես մի կղզիացած պատիժ ու պատուհաս, ապրում էր յուր մռայլ դժոխային առանձնության մեջ։ Բայց ահա մի անսովոր երևույթ գրավեց պահակների ուշադրությունը։
մի խումբ ձիավորներ ուղիղ մոտենում էին բերդին, աչքները վառվեցան, աղեղները լարվեցան և սրերը զգացվեցան իրանց պատյաններում։ Ովքեր էին այդ ստահակները, բայց ասպախումբը լուռ մոտենում էր, և որքան մոտենում էր, այնքան ավելի փութացնում էր յուր համարձակ ընթացքը։ Շփոթված բանտապետն անգամ բարձրացավ յուր դիտանոցի վրա, սկսեց նայել, գուցե մի նոր հյուր եմ բերում, մտածեց նա և այլայլված դեմքը փայլեց դիվական ուրախությամբ։ Երեկո էր, արևը բավական խոնարհվել էր և մտնելու մոտ էր։ Ձիավորները, որպես երևում էր, շտապում էին, որ դեռ արևը չմտած հասնեն բերդը, որովհետև գիշերը անհնար էր այնտեղ մուտք գործել։ Բոլոր դռները փակվում էին և ոչ ոքի համար չէին բացվում։ Բանտապետը դեռ շարունակում էր նայել, երբ ձիավորները բավական մոտեցան, նկատեց նա, որ նրանցից մեկի, որն բոլորից առաջ էր ընկած, գլխի փակեղի մեջ ցցված էր մի ինչ-որ բան, որ արևի ճառագայթների առջև փայլում էր։ Նա լարեց յուր ուշադրությունը, տեսածը գալարված փողի ձև ուներ և մագաղաթի փաթոթի էր նմանում։ «Հրովարտա՞կ», բացականչեց նա մի առանձին ակնածությամբ և շտապով ցած իջավ դիտանոցից։ Անցնելով բերդի բակը, հրաման տվեց յուր պաշտոնյաներին ընդառաջ գնալ և հանդիսավոր կերպով ընդունել եկվորներին։ Մի քանի րոպեի մեջ ամենքը պատրաստվեցան և դուրս եկան բերդից։ Երբ բավական մոտեցան, ամբողջ խումբը ծունր դրեց գետնի վրա և գլուխը լռությամբ խոնարհեցրեց արքայական հրովարտակի առջև։ Հրովարտակը յուր ոսկյա նկարներով դեռ փայլում էր յուր բարձրության վրա, բերողի ճակատին կապած։ Նա ձեռքով նշան տվեց, երկրպագուները վեր բարձրացան և սկսեցին առաջնորդել նրան դեպի բերդը։ Երբ հասան գլխավոր դռանը, եկվորները ցած իջան ձիերից։ Այդ ժամանակ միայն նա առեց հրովարտակը և երկու ձեռքով բռնած մատույց բանտապետին։ Վերջինը կրկին ծունր իջավ և երկու ձեռքերը մեկնելով խորին երկյուղացությամբ ընդունեց մագաղաթը։ Նա խամփուրեց, հետո գլխի վրա դրեց և ապա բաց անելով վեր կացավ, սկսեց բարձր առոգանությամբ կարդալ։ Երբ ընթերցումը վերջացած էր, հրովարտակը կրկին հանձնեց բերողին ասելով. «Իմ տեսչությանը հանձնված բերդի դռները բաց են քո առջև, ներքինապետ տեր»։ Ամենքը ներս մտան։ Մինչև այցելուներին պատշաճավոր իջևաններ տվեցին, մինչև նրանց ձիանները տեղավորեցին, արևը մտավ։ Մութը պատեց, ճրագները վառվեցան։ Այդ ժամանակ բանտապետը մտավ յուր հյուրի սենյակը և գլուխ տալով ասաց. «Ես հուսով եմ, որ Տեր ներքինապետը այս գիշեր կհանգստանա ճանապարհի հոգնածությունից և առավոտյան լույսով կտեսնե յուր թագավորին»։ «Ոչ, բանտապետ տեր, ես այս գիշեր պետք է տեսնեմ իմ թագավորին», պատասխանեց նա անհանգիստ կերպով, «և եթե կարելի է հենց այս րոպեիս»։ Տեր ներքինապետի համար անկարելի ոչինչ չկա, երբ նա արքայից արքայի օրհնյալ հրովարտակն է ներկայանում, ասաց բանտապետը անվճռական ձայնով։ Միայն Տեր ներքինապետին պետք է հայտնի լինեն այդ բերդի կարգերը, պետք է փոքր-ինչ, հասկանում եմ, դու կամենում ես փոքր-ինչ վայելուչ դրության մեջ ցույց տալ ինձ իմ թագավորին, բայց ես կցանկանայի տեսնել նրան նույն դրության մեջ, որպես միշտ ապրել է այստեղ։ Այո, այդ բերդի կարգերը ինձ բավական հայտնի են։ Դու քաշվելու ոչինչ չունես, բանտապետ տեր, եթե ես նրան ամենադժբախտ վիճակի մեջ կտեսնեմ։ Բանտապետը դարձյալ տատանվում էր անվճռականության մեջ և որպես մի հանցավոր խղճահարությունից գլուխը ցած էր գցել։ Այնուամենայնիվ, ասաց նա, ինձ խիստ ծանր է քո սիրտը ցավեցնել, ներքինապետ տեր։ Լսիր, բանտապետ, ասաց այցելուն բավական խռովտ ձայնով, քեզ կարծեմ հայտնի եղավ արքայից արքայի հրովարտակի բովանդակությունը։ Իմ թագավորի վիճակը վայելուչ դրության մեջ դնելը և նրա վշտերը թեթևացնելը, այդ բոլորը իմ գործը պետք է լինի, դու միայն հրամայիր, որ այս րոպեիս ինձ առաջնորդեն դեպի նրա կացարանը։ Ես ինքս կառաջնորդեմ, ներքինապետ տեր, ասաց բանտապետը հոժարվելով։ Տանջանքի մատակարարը վերջապես խոնարհվեցավ բարձրագույն հրամանի առջև։ Այն օրը, որպես մեզ հայտնի է, նա ավելի հանդգնությամբ էր վարվել դատապարտյալ թագավորի հետ, ցանկանում էր յուր մեղքը որևէ կերպով քավել, չնայելով, որ այդ իսկ մեղքի մեջն էր նրա պաշտոնի առաքինությունը։ Մութ էր դրսում։
Բոլոր դռները փակված էին, պահակները սանդարամետական չար ոգիների նման ամենուրեք հսկում էին, երկնքի թռչյունն անգամ գիշերային այդ պահուն չէր համարձակվի բերդի մոտով անցնել, ոչ ոք չէր շարժվում, ոչ ոք չէր երևում, տիրում էր խորին, մահահրավեր լռություն։ Մի ծառա լապտերը ձեռին գնում էր առջևից և լուսավորում էր ապարաժի քարակոպ սանդուղքները, որ տանում էին դեպի վեր, դեպի բերդի բարձրությունը։ Լույս ցերեկով անգամ այդ ոլորապտույտ սանդուղքներով գնացողը կարող էր ամեն րոպե մոլորվել։ Մի փոքրիկ սխալ, մի թեթև սայթակումն կտաներ նրան դեպի ցած, դեպի անդունդը։ Ծառայի ետևից գնում էր բանտապետը, իսկ նրա ետևից նորեկ ներքինապետը։ Տխուր էր նա, որպես մի սգավոր, որին տանում էին ցույց տալու յուր սիրելու անհայտ գերեզմանը։ Ինչպես պետք է տեսներ նրան, ինչպես պետք է հանդիպեր նրան, արդյոք նա կունենար այնքան ուժ, այնքան սրտի զորություն, որ կարողանար զսպել յուր հոգու ամենադառն զգացմունքները։ Նրանք կանգ առին մեզ ծանոթ նկուղի դռան հանդեպ։ Այստեղ է ներքինապետ տեր, ասաց բանտապետը դուռը ցույց տալով։ Բաց արա, հրամայեց նորեկը, բայց ես կխնդրեի քեզանից ինձ միայնակ թողնել իմ թագավորի մոտ։ Բանտապետի դեմքի վրա դարձյալ երևացին անվճռականության նշաններ։ Նորեկը նկատեց այդ և հանգստացնելով նրան ասաց. «Դու կարող ես ապահով լինել, որ դրանից քեզ ոչինչ չարիք չի ծագի»։ «Թող տեր ներքինապետի կամքը կատարված լինի», պատասխանեց բանտապետը բռնի հոժարությամբ, «բայց թող ներե ինձ տեր ներքինապետը ասել, երբ նա ցանկություն ունի յուր թագավորի հետ միայնակ լինել, ես ստիպված կլինեմ դուռը փակել նրա ետևից։ Կարող ես, բայց ես պետք է վեր առնեմ ինձ հետ այդ լապտերը, անտարակույս այնտեղ լույս չպիտի լինի»։ Բանտապետը ջոկեց յուր գոտիից քարշ ընկած բանալիների ծանր փունջից մեկը, մոտեցավ երկաթյա դռանը և բաց անելուց հետո ասաց. «Ներս համեցիր, ներքինապետ տեր, դու կարող ես մնալ քո թագավորի մոտ, որքան քո կամքն է, երբ կցանկանաս դուրս գալ, բավական է ներսից փոքր ինչ բախել, իմ պահապաններն այստեղ պատրաստ են, ինձ իմացում կտան, և ես կգամ կրկին բաց կանեմ»։ Նա ցույց տվեց պահապանների խումբը, որ կանգնած էին հատկապես այդ նկուղի պահպանության համար։ Նորեկը արեց լապտերը և սրտի սաստիկ բաբախմունքով ներս մտավ, նրա ետևից դուռը կողպվեցավ։ Դողդոջուն քայլերով անցավ նա, լապտերը դրեց մի սյունակում, դատապարտյալը պառկած էր, կարծես դժոխքը յուրամբողջ զարհուրանքով ներկայացավ տառապյալ այցելուի առջև։ Խորին տրտմությամբ նայում էր նա շղթայակապ արքայի վրա, որ տարածված էր հարդյա անկողնի վրա և ծանր շնչառությամբ հառաչում էր։ Տեսավ դեռ չկերած ցամաք գարեհացը, որ դրած էր նրա մոտ, տեսավ ջրի խեցեղեն ամանը, որից ստրուկներն անգամ կվիրավորվեին, եթե առաջարկեին նրանց։ Նա աչքերը դարձրեց դեպի քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ ուրվականը։ Նրա աչքերը լցվեցան արտասուքով և հազիվհազ կարողացավ իրան պահել ոտքի վրա։ Նրա առջև դրած էր Հայաստանը, ընկճված և անպատված Հայաստանը։ Նա մի քանի քայլ առաջ գնաց, բայց սոսկալով կրկին ետ դարձավ, ինչպես վրդովել նրա հանգստությունը, ինչպես խանգարել նրա քունը, որ խիստ հազիվ անգամ է վիճակվում բանտարկյալին։ Նա շարունակեց նայել նրա վրա, երբեմն արձակում էր խորին հառաչանքներ, իսկ երբեմն լսելի էին լինում հեգնական դառն ծիծաղները։ Նա շարունակեց նայել նրա վրա, երբեմն արձակում էր խորին հառաչանքներ, իսկ երբեմն լսելի էին լինում հեգնական դառն ծիծաղներ։ Երևում էր, որ խառն երազները ալեկոծում էին նրան։ Նա պառկած էր մի կողքի վրա և աջ թևքը դրած ուներ գլխի տակին, երեսը դարձրած էր դեպի այցելուն։ Որքան փոխվել էր, որքան այլանդակվել էր նա։ Այցելուն սարսափում էր, ինչպես մոտենալ, գուցե անրջային կատաղության մեջ վեր կբարձրանար նա և տեսնելով յուր նկուղի մեջ մի անակնկալ մարդ կփշրեր, կխորտակեր նրան յուր ոտքերի ներքո։ Միջահասակ մարդ էր այցելուն, ցամաքած և նիհար կազմվածքով, երեսը բոլորովին զուրկ էր մազերից, ոչ մորուք ուներ և ոչ ընչացք։ Եթե այրական հագուստը փոխվեր, մի պառավ կնոջ տպավորություն կգործեր, մի կնոջ, որ հարգանք է ազդում և պատկառանք։ Թանկագին գոտիի մեջ խրած ուներ մի դաշույն,
որի գոհարազարդ կոթը կիսով չափ երևում էր վերևից, հագուստը մի բարձր պաշտոնակալի վայելուչ շքեղություն ուներ։ Նրան կոչում էին դրաստամատ, ներքինի էր նա, շատ հարգված և սիրելի, և մի ժամանակ հայոց արքունիքում բոլոր նախարարներից վեր էր դրած նրա բազմոցն ու բարձը։ Անգեղ տան իշխանն էր նա և կառավարիչ թագավորական գանձերի, որ պահված էին ծոփած գավառի բնապեղ բերդում։ Վասակ լսելի եղավ նրա ձայնը. «Կազմիր իմ քաջ գունդերը, գրոհ տանք դեպի արիացաշխարը, պատժենք շապուհի հանդգնությունը»։ Նա խոսում էր քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ ուրվականի հետ։ Ներքինապետի աչքերը կրկին լցվեցան արտասուքով, նա մի անսովոր ցնցում գործեց, ձեռքը, որ դրած էր գլխի տակին, դուրս հանեց և սպառնեական կերպով շարժելով սկսեց մռնչալ. «Հրդեհված Տիզբոնի բոցերի մեջ կխորովեմ քեզ, խարդախ շապուհ»։ Մյուս ձեռքը, որ ծանր շղթայով կապված էր առաջինի հետ, ձգեց նրան և երկուսն էլ շարաչելով ընկան նրա կուրծքի վրա։ Նա կարծես թե արթնացավ, քնած աչքերը բաց արեց և կրկին խփեց։ Այդ միջոցին ներքինապետը վստահացավ մոտենալ և մի քայլ հեռավորության վրա կանգնելով կոչեց. «Տեր արքա»։ Նա չարթնացավ։ «Տեր արքա», կրկնեց նա։ Նա գլուխը բարձրացրեց և պղտոր աչքերը դարձնելով դեպի այցելուն որոտաց. «Անամոթ, գոնե գիշերն ինձ հանգստություն տուր», կարծում էր, որ բանդապետն է։ «Տեր արքա, ճանաչիր քո ծառային», խոսեց այցելուն լալագին ձայնով։ «Իմ ծառային», կրկնեց նա ծիծաղելով, «դու անզգամ ամեն օր իմ դահիճն էիր, իսկ այժմ ծառա դարձար»։ Այցելուն այլևս չկարողացավ զսպել յուր զգացմունքները, խոնարհվեցավ, գրկեց նրա ոտները և ջերմ արտասուքով, թանալով նրա շղթաները, աղաղակեց. «Տեր արքա, զգաստացիր, նայիր իմ վրա, ես քո ծառան եմ, քո ստրուկը, քո դրաստամատը»։ «Դրաստամատ», բացականչեց նա, մի կողմ հրելով այցելուին, «Ո՞ր Աստվածը կտար ինձ դրաստամատին, իմ քաջ և հավատարիմ ծառային, հեռու ինձանից խաբեություն, հեռու գնացեք երազական ցնորքներ, ես կորցրի իմ ամենալավ մարդիկներին, ես զրկվեցա իմ ընտիր պաշտոնյաներից, Աստված պատժեց ինձ, այլևս նրանց տեսնել չեմ կարող։ Նրանցից մեկը քո սպասումն է, Տեր արքա»։ Դժբախտ թագավորին այնպես էր թվում, որ յուր տեսածը և լսածը յուր երազների շարունակությունն է։ Այժմ միայն ուղիղ նայեց այցելուի վրա և ապշած կերպով հարցրեց. «Այդ ո՞վ է այստեղ»։ «Քո ծառան, դրաստամատը»։ Նա շփոթված կերպով վեր թռավ, առաջ վազեց, աղաղակելով. «Դրաստամատ, որտեղից հայտնվեցար, ինչպես թողեցին ինձ մոտ, Տեր Աստված, այդ ինչ բախտ է, մերձեցիր սիրելի դրաստամատ, մերձեցիր գրկեմ քեզ»։ Ներքինապետը կրկին ծունր իջավ, սկսեց համբուրել նրա ոտները։ Նա զորեղ ձեռքով բարձրացրեց նրան ասելով. «Այդ համբույրները չեն թեթևացնի իմ շղթաների ծանրությունը, սիրելի դրաստամատ, պատմիր, որտեղ էիր, ինչպես եկար այստեղ, ինչ լուր ունես»։ Նա մի քանի քայլ անցավ յուր նեղ նկուղի մեջ, հետո նստեց հարդյա անկողնի վրա։ Ներքինապետը մնաց ոտքի վրա խորին տատանման մեջ, տարուբերվելով, արդյոք որտեղից սկսել և ինչ պատմել։ Նա շատ բան ուներ պատմելու, բայց յուր տեղեկությունները այն աստիճան տխուր և այն աստիճան անմխիթար էին, որ չկամեցավ ավելի դառնացնել յուր թագավորի առանց դրանց ևս վշտացած սիրտը։ «Ինչու ես լուռ, դրաստամատ», ասաց նա նկատելով ներքինապետի մտատանջությունը։ «Դու կարծում ես արշակ այնքան թուլացել է սրտով, որ չէ կարող տանել նոր հարվածներ։ Ես առանց քո պատմելու ևս շատ բան գիտեմ։ Այդ քարեղեն բանտի միջից ես ամեն րոպե, ամեն վայրկյան տեսնում եմ, դերաստամատ, թե ինչ է կատարվում այնտեղ, հայոց աշխարհում։ Դու միայն այն ասա, թե ինչպես թույլ տվեցին քեզ մտնել իմ մոտ, այդ ինձ շատ զարմացնում է»։ Ներքինապետը սկսեց պատմել, թե յուր սիրելի արքայից բաժանվելուց հետո ինքը մնաց այն հայագունդ այրուձիի թվում, որ պահված էր Տիզբոնում։ Այդ միջոցներում շապուհը մի նոր արշավան գործեց Քուշանաց դեմ և հասավ մինչև նրանց Բահալ մայրաքաղաքը։
Նրա զորքերի թվում գտնվում էր թե ինքը և թե հայոց այրուծին։ Տեղային Արշակունի թագավորը դուրս եկավ Շապուհի առաջ և սկսվեցավ արյունահեղ պատերազմը։ Պարսիկները ջարդվեցան և Շապուհը փորձեց փախուստով ազատել յուր կյանքը, բայց չհաջողվեցավ, որովհետև փախչելու միջոցին քուշաներից մի խումբ շրջապատեցին նրան և գերի բռնեցին։ Բայց ինքը ներքինապետը յուր հայ ձիավորներով վրա հասավ և ազատեց Շապուհին։ Երբ վերադարձան Տիզբոն, Շապուհը ատյան կազմեց, հրապարակավ հանդիմանեց յուր զորապետների անպիտանությունը և ցավելով գովաբանեց հայերի քաջագործությունը։ Նույն ատյանի մեջ, Տեր արքա, շարունակեց ներքինապետը, Շապուհը դարձավ ինձ ասելով. «Դրաստամատ, իմ կյանքով ես քեզ եմ պարտական, դու ազատեցիր ինձ անարգ գերությունից, խնդրիր քեզ վարձատրություն, փառք, պատիվ, իշխանություն, հարստություն, երդվում եմ իմ նախարծ սուրբ հիշատակով, ինչ որ խնդրելու լինես, կստանաս ինձանից»։ Բայց ես ոչ հարստություն պահանջեցի և ոչ իշխանություն, Տեր արքա, ես պահանջեցի միայն, որ ինձ իրավունք տան գնալ անուշ բերդը և տեսնել իմ սիրելի թագավորին։ Եվ քեզ իրավունք տվեցին։ Այո, Տեր արքա, Շապուհը չէր կարող երևակայել, որ ես այդ շնորհը կխնդրեի, երբ իմ ցանկությունը հայտնեցի, նա երկու ձեռքով կոծեց ծնկները և ստրճացավ յուր խոստման մասին ասելով. «Անհնարին բան խնդրեցիր դրաստամատ, որովհետև արյաց օրենքներին հակառակ է ոչ միայն այցելություն գործելն անուշ բերդի դատապարտյալներին, այլ նրանց մտաբերելն անգամ։ Խնդրիր մի այլ բան, իմ գանձարանը լի են ոսկով և գոհարներով»։ Ես կրկնեցի միևնույն խնդիրքը, որովհետև հրապարակով երդվել էր, չկարողացավ զանց առնել։ Աքսորյալի դեմքի վրա անցավ մի դառն ժպիտ։ Միթե այդպես երբնապահ է դարձել նա, ինձ ևս երդվեցավ, ինձ ևս շատ խոստումներ արեց, բայց վերջը դավաճանեց, նա վարազագիր մատանով աղ կնքեց և ուղարկեց ինձ, որը պարսից թագավորների օրենքով ամենահավատարիմ երդման ուխտն է, ինձ կանչեց յուր մոտ սիրո և հաշտության դաշն կռելու և կրկին խաղաղությամբ դեպի իմ աշխարհը վերադարձնելու, բայց փոխարենը ուղարկեց այստեղ։ Նրա ձայնը ներքին վրդովմունքից դողդողաց և րոպեական լռությունից հետո կրկին դարձավ դեպի ներքինին ասելով. «Գովում եմ քո անձնանվիրությունը, դրաստամատ, դու միշտ հավատարիմ ես եղել քո թագավորին, քո այժմյան վարմունքը ես կհամարեմ այն բազմաթիվ զոհաբերությունների պսակը, որոնցով դու շատ անգամ ապացուցել ես քո բարձր արժանավորությունները։ Ես փառք եմ տալիս ամենակալին և այժմ միայն հավատացած եմ, որ նա ինձ բոլորովին ձեռնաթափ չի արել։ Ես կարոտ էի իմ աշխարհից մեկին և նա ուղարկեց ինձ»։ Դրաստամատը հոգով չափ փառավորվելով յուր թագավորի խոսքերից հայտնեց, թե ինքը ներկայացել է այդ բերդը արքայական հրովարտակով։ Իրան իրավունք է շնորհված յուր թագավորի վիճակը արքայավայել դրության մեջ դնելու, ամեն կերպով թեթևացնելու նրա ծանրությունները և ամեն կերպով մխիթարելով նրան։ «Այդ ինձ շատ փոքր մխիթարություն կլինի, դրաստամատ», պատասխանեց նա վշտալի ձայնով։ «Այժմ ինձ համար միևնույն է այդ հարդի վրա պառկել, թե ամենափափուկ անկողնի մեջ։ Նույնպես ինձ համար զանազանություն չունի ջուրը այդ կոտրած խեցեղեն անոթից խմել, թե ոսկյա բաժակից։ Տանջանքը, տաժանակիր կյանքը չի մաշում ինձ մաշում է միայն այն, որ ես այստեղ եմ, իսկ իմ անտեր մնացած երկիրը կեղեքվում է իմ թշնամիներից»։ Վերջին խոսքերից այն աստիճան զգացվեցավ ներքինապետը, որ մի բառ անգամ չգտավ պատասխանելու։ Աքսորյալը հարցրեց. «Ինչու ես լուռ, դրաստամատ, ասա, ինչ գիտես մեր աշխարհից, ինչ է մտածում անել Շապուհը, ինչ են մտածում նախարարները։ Դու թեև Տիզբոնից ես գալիս, բայց դարձյալ շատ բան լսած, շատ բան իմացած կլինես»։ Նա իրավ շատ բան լսել և շատ բան իմացել էր, բայց միթե կարող էր բոլորը պատմել նրան։ Թույլ տվեց, որ ինքը հարցեր առաջարկե. «Ո՞վ է իմ զորքերի հրամանատարը»։ «Մուշեղ Մամիկոնյանը, Տեր արքա»։ Ուրախության նման մի բան փայլեց նրա տխուր դեմքի վրա և դառնալով դեպի քարե պատվանդանի վրա կանգնած անշարժ արձանը ասաց.
լսիր Մամիկոնյան տեր, որդիդ իմ զորքերի ընդհանուր սպարապետն է այժմ, ես վստահ եմ, որ քաջ հոր քաջ որդին կարդարացնե յուր տոհմի հայրենասիրությունը, ես հիշում եմ նրան, երբ դեռ նոր էր սկսել ձիավարել, տեսել եմ նրան մի քանի մրցությունների մեջ, տեսել եմ և կռիվներում, երբ արդեն երիտասարդ էր, ամենափոքր հասակից քաջազնական աստղը փայլում էր նրա ճակատի վրա, հպարտ էր յուր հոր նման և մեծամիտ, երբ մի անգամ նրան ասեցի, քեզ արքունի ավերի վրա վերակացու պիտի կարգեմ, նա վիրավորվեցավ և աչքերը լցվեցան արտասուքով, այդ ժամանակ 12 տարեկան հազիվ կլիներ։ Որդու գովասանքները կարծես լսում էր հայրը, և այնպես էր թվում, որ նրա մռայլ, սպառնալի դեմքը արտասանում էր այդ խոսքերը։ Հոր արյան վրեժխնդրությունը կոգևորե նրան, և նա յուր ծնողած հարազատը չի լինի, եթե հարյուրավոր պարսիկ սպաների մորթիկը խոտով չի լցնի և չի ուղարկի իբրև նվեր ստորոգի շապուհին։ Բանտարկյալը շարունակեց հարց ու փորձը, որտեղ է հայոց թագուհին, հայոց տիկինը։ Ամրացած է Արտագերձ Բերդում տեր արքա, և յուր հրամանի ներքո ունի 12,000 ամենանտիր զորքեր, իսկ իմ որդին դեռ գտնվում է Բյուզանդիայում, Կայսեր մոտ տեր արքա։ Ինչու չեն կանչում, ինչու են թողել այնտեղ։ Դեռ մտածում են երկիրը խաղաղեցնել պարսիկների հարձակումներից, որ նա հետո գա և ամենայն ապահովությամբ ժառանգե հոր գահը տեր արքա։ Բանտարկյալը դառնացած երբով շարժեց գլուխը և նրա շղթաների շառաչյունը արձագանք տվեց սրտի բարկությանը։ Դու խնայում ես ինձ դերաստամատ, կոչեց նա խրոխտ ձայնով, դու խիստ մեղմությամբ ես հաղորդում իմ աշխարհի աղետները, խոսիր ճշմարիտը, ես քեզ կլսեմ ամենայն սառնասրտությամբ, որքան և տխուր լինեն քո պատմությունները։ Իմ որդուն պահում են Բյուզանդիայում, պահում են Կայսեր մոտ, որովհետև վախենում են հայրենի աշխարհը բերել, որպեսզի շապուհի ձեռքը չընկնե և նրան ևս հոր մոտ այդ Բերդում չաքսորե։ Այդ չէ իսկությունը։ Կարծեմ այդ է, այո տեր արքա։ Որտեղ է Ներսեսը, նույնպես Բյուզանդիայում տեր արքա։ Չնայելով բանտարկելի թախանձնքին, նա դարձյալ ծածկեց, որ հայոց մեծ քահանայապետը աքսորված է Պատմոս կղզում։ Երևի այդ նպատակով է սպասում Բյուզանդիայում, որ որդուս հետ միասին վերադառնա։ Այո տեր արքա։ Նա գլուխը խոնարեցրեց և խառնված գիսակների թավ հոսանքը սքողեց տխրամած դեմքը։ Րոպեական մտահուզությունից հետո կրկին դարձավ դեպի ներքինին ասելով. այդ ինձ և մխիթարում է և խոցում է դրաստամատ։ Ես երբեք Ներսեսի հետ լավ հարաբերությունների մեջ չեմ եղել։ Այժմ նա հովանավորում է իմ որդուն։ Դա մի տեսակ վրեժխնդրություն է և քրիստոնեական վրեժխնդրություն, չարության փոխարեն բարություն մատուցանել։ Այդ նրա պարտքն է տեր արքա, որպես Քրիստոսի աշակերտի։ Ասա և որպես ճշմարիտ հայրենասերի դրաստամատ, ավելացրեց բանտարկյալը։ Ես եթե միշտ հակառակել եմ Ներսեսին, բայց երբեք չեմ դադարել հարգել նրա մեծ մարդու ամենաբարձր հատկությունները։ Ինչ է շինում մեր ուժանը, խոսքը փոխեց նա։ Անիծվի մեր ուժանը, պատասխանեց ներքինին խորին զզվանքով։ Շապուհից զանազան հրահանգներ է ստացել և նրանց ի կատարածելու մասին է աշխատում։ Իհարկե, ոչ լավ հրահանգներ։ Այդ շատ հասկանալի է տեր արքա, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ հայոց նախարարների միաբանությունը կխորտակե նրա չար դիտավորությունները։ Նախարարների միաբանությունը, կրկնեց բանտարկյալը դառնացած ձայնով, միթե կարելի է հավատալ նրանց անկեղծությանը։ Ոչ միայն կարելի է, այլ պետք է հավատալ տեր արքա։ Նրանք այժմ շատ և շատ ստրճացել են իրանց անխոհեմ վարմունքների մասին։ Այն բոլոր վնասներից հետո, որ կատարվեցան, դրաստամատ, իրանց թագավորին կորցնելուց հետո, հայրենի երկիրը ավերակ դարձնելուց հետո, այժմ, ասում ես ստրճացել են, դա շատ և շատ ուշ է արդեն։ Ուշ է, բայց բոլորովին անցած չէ տեր արքա, իրանց անձնազոհությամբ այժմ կքավեն հին մեղքերը։ Ինձ հայտնի են բավական տեղեկություններ, թե որպես նախարարությունը հոգևորականության հետ ձեռք ձեռքի տված պատրաստվում է պատերազմել հայրենիքի փրկության համար։ Պատմիր, ինչ գիտես։ Ներքինին սկսեց պատմել նախ շապուհի դիտավորությունները քրիստոնեական կրոնը ոչնչացնելու
եւ Հայաստանում Պարսից կրակապաշտությունը տարածելու մասին։ Հետո պատմեց նրա ձեռք առած միջոցները յուր նպատակը իրագործելու համար, որոնց մեջ գլխավոր դերը պատկանում է Մերուժան Արծրունուն։ Պատմեց Շապուհի մեծամեծ խոստումները Մերուժան Արծրունուն, որոնց կարժանանա նա, երբ այրյաց թագավորի ցանկությունները կկատարե։ Նկարագրեց հայոց նախարարների ուխտը եւ նրանց պատրաստությունները սպառնացող չարիքների առաջը առնելու համար եւ թե եկեղեցին, թե Արշակունյաց գահը Պարսից բռնապետությունից ազատելու համար։ Յուր հաղորդած տեղեկությունները վերջացրեց նա խիստ մխիթարական հուսադրություններով, թե ինքը համոզված է, որ Շապուհին չի հաջողվի յուր չար դիտավորությունները կատարել, թեև գուցե Հայաստանը բավական վնասներ կկրե նրանից, բայց երբեք չի նվաճվի։ Թագավորը գլուխը խոնարհած խորին վրդովմունքով լսում էր։ Նրա թավամաս փոքր-ինչ թխագույն դեմքը ավելի մռայլ արտահայտություն էր ստացել։ Այդ բոլորը կարծես սպասում էր նա, այդ բոլորը նախագուշակել էր նա այն օրից, երբ դժբախտ հանգամանքները նրան ձգեցին Շապուհի ձեռքը, նա դարձավ դեպի ներքինին հարցնելով. «Ինչպես հասան քեզ այդ տեղեկությունները, Դրաստամատ»։ Դիզբոնում եղած ժամանակս Տեր արքա, միշտ հետամուտ էի գիտենալու, թե ինչ են մեքենայում Պարսից արքունիքում։ Այդ մասին ես ունեի մի հավատարիմ անձն, որ շատ մոտ էր գործերին եւ ամեն ինչ հաղորդում էր ինձ։ Հավաքած տեղեկություններս գաղտնի սուրանդակների միջոցով անմիջապես հաղորդում էի հայոց նախարարներին, նրանց զգուշացնելու համար եւ նրանցից պատասխաններ էի ստանում։ Ես ինչ որ կարող էի անել, արել եմ Տեր արքա, այժմ մնում է ինձ դյուրացնել իմ թագավորի դրությունը եւ եթե կհաջողվի ինձ, որի մասին մեծ հույսեր ունեմ, ազատել նրան յուր դառն կապանքներից։ Վերջին խոսքերը արտասանեց նա հազիվ լսելի ձայնով։ Թագավորի դեմքի վրա երևաց մի տխուր ժպիտ։ «Գովում եմ քո եռանդը, Դրաստամատ», ասաց նա, «բայց չեմ կարող հավանություն տալ քո անչափ ոգևորությանը։ Դու, քան թե այստեղ իմ ազատության հոգսերով զբաղվելու, որը ժամանակի եւ հաջող հանգամանքների գործ է, ավելի օգտավետ կլինեիր այնտեղ, Դիզբոնում, որպեսզի Պարսից արքունիքի մոտ լինելով շարունակեիր քո սկսած դերը։ Հայոց նախարարներին մի ավատարիմ ականջ է հարկավոր ունենալ Դիզբոնում, եւ ամենահարմարը դու ես, որ վայելում ես Շապուհի առանձին շնորհը։ Այնուամենայնիվ իմ Տեր թագավորի վիճակը, նրա աննախանձելի դրությունը, կրկնեց ներքինին դողդոջուն ձայնով։ Իմ վիճակը այժմ մասամբ դյուրացած եմ համարում, Դրաստամատ, որովհետև քո հաղորդած տեղեկությունները բավական հանգստացրին ինձ։ Կրկնում եմ, Դիզբոնում մի հավատարիմ մարդ է հարկավոր, եւ այդ մարդը դու պետք է լինես, իսկ ինձանով զբաղվելը դա միայն ժամանակ կխլեր քեզանից։ Ես ավելին կասեմ, իմ այստեղից ազատվելը, Հայաստան գնալը եւ կրկին իմ կառավարության գլուխ անցնելը, գործերի այժմյան խառն եւ անորոշ դրության ժամանակ, ես մինչև անգամ վնասակար եմ համարում։ Ինչու՞։ Որովհետև ես չպիտի կարողանամ հաշտվել իմ նախարարների հետ, իսկ այդ հայրենիքի փրկության համար անհրաժեշտ է։ Մեր մեջ այլևս վաղեմի մտերմությունը կայանալ չէ կարող։ Իմ ներկայությունը կբորբոքե մի նոր, ներքին պատերազմ, երբ արտաքին թշնամու հետ կռվելու շատ պետքեր կան։ Ես կմնամ այստեղ, ես կզոհեմ ինձ հայրենիքի խաղաղությանը։ Թող իմ նախարարները հաշտվեն իմ որդու հետ։ Նա նոր է նրանց համար եւ նրա հետ հին հաշիվներ չունեն, իսկ ես այստեղ կաղոթեմ նրանց հաջողության համար եւ կսպասեմ Աստուծո տնօրենությանը։ Ներքինին չկարողացավ զսպել յուր դառն զգացմունքները, խոնարհվեցավ եւ գրկելով դատապարտյալի շղթայակապ ոտները բացականչեց. «Տեր արքա, մեծ է Աստուծո աշխարհը եւ ամբավ է նրա գթությունը։ Եթե դու հայոց երկիրը գնալ չես ցանկանում, Աստված շատ ապահով տեղեր ունի քո բնակության համար»։ Դատապարտյալը վեր կացավ եւ նրան եւս յուր հետ բարձրացրեց ասելով. «Երբեք չեմ ցանկանա փախստականի անուն ժառանգել, Դրաստամատ։ Ուր գնամ, Հռովմիացոց մոտ, Պարսիկի բանտը ինձ համար ավելի տանելի է, քան թե նրանց կեղծավորությամբ լի պալատները։ Իմ այստեղ մնալը թեև կուրախացնե իմ նախարարներին, բայց իմ ժողովրդի սիրտը կլցնե արդար վրեժխնդրությամբ։ Իմ ժողովուրդը սիրում է ինձ, նա կմտածե, որ աքսորյալ թագավոր ունի եւ կթափե յուր բարկությունը անիրավ աքսորողի վրա, իսկ այժմյան հանգամանքներում այդ կնպաստե իմ երկրի ազատությանը։
Թող հայոց երկիրը ազատ լինի, այնուհետև իմ տանջանքները կթեթևանան այդ մթին բանտում։ Իսկ քո ազատությունը կմխիթարե քո ժողովրդի սգավոր սիրտը։ Լսիր դրաստամատ, չափազանց սերը քեզ երեխայության մեջ է դրել։ Միթե այնքան միամիտ ես կարծում պարսիկներին։ Եթե սատանային պետք լիներ մի նոր բան սովորել, անշուշտ նրանց կդիմեր։ Դու պետք է գիտենաս այն հրովարտակը, որ շնորհել են քեզ, եւ որով անսահման իրավունք են տվել քեզ քո թագավորի կեցությունը բարվոքելու եւ նրա համար յուր բանտի մեջ արքայավայել ապրուց տնորինելու։ Մի նույնպիսի հրաման կամ ստացել է, կամ անտարակույս շուտով կստանա այդ բերդի տեսուչը, հսկողությունը իմ վրա ավելի կսաստկացնեն եւ զգուշությունը ավելի կզորացնեն։ Դու կկարողանաս կատարել միայն այն, որքան քեզ իրավունք է տված, ինձ լավ կերակրել, լավ հագցնել եւ ավելի մաքուր արգելանի մեջ պահել։ Այդքանը միայն։ Ուրեմն ինչպես կարող պիտի լինես ազատել ինձ, կաշառել բանտապետին, կաշառել պահապաններին անկարելի է։ Դու պետք է մնաս այստեղ եւ սպասես հրաշքների։ Իսկ քո այստեղ մնալը մի քանի րոպե առաջ հայտնեցի, որ ապարդյուն է։ Դու ավելի հարկավոր ես Տիզբոնում։ Ներքինին խորին տրտմությամբ լսում էր դատապարտյալը շարունակեց. Ինձ համար մինչև անգամ խիստ ծանր է դրաստամատ ընդունել այն բարվոքումները, որ պիտի լինեն իմ կեցության մեջ։ Ինձ համար ավելի տանելի կլիներ մնալ այդ դրության մեջ, բայց ամենափոքր շնորհ չընդունել տմարդի շապուհից։ Ընդունելով նրա շնորհը, ես թեթևացնում եմ նրա հանցանքի չափը, բայց որպեսզի հայտնի լինի, որ դու մի այլ նպատակ չես ունեցել այդ բերդը գալով, ես ստիպված եմ ընդունել։ Այսպես խոսում էր վշտացած թագավորը, այսպես թափում էր սրտի դառն կսկիցները, մինչև նկուղի լուսամուտներից երևացին վաղորդյան արեգակի առաջին շողքերը։ Նա նայեց դեպի ծագող լույսը եւ դառնալով դեպի ներքինին ասաց. Տխուր են աղետները, շատ տխուր դրաստամատ, թագավորը այստեղ արևելքում, քահանայապետ այնտեղ արևմուտքում, իսկ երկիրը մնացած անտեր։ Բայց կա մի էակ, որ բոլորի տերն է, ես նրա վրա եմ դրել իմ հույսը։ Հրաֆի Սամվել